Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի նախագահություն, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ։ Նախ եւ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը, պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իմ թեկնածությունը առաջադրելու համար։ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի գործունեությունը առնչվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պաշտպանությանը, պետական ինստիտուտների կայունության, քաղաքացիների անվտանգությանը եւ պետության ապագայի նկատմամբ վստահության ձևավորմանը։ Այդ պատասխանատվությունը պահանջում է որակյալ օրենսդրություն, հետևողական վերահսկողություն, մասնագիտական ներգրավվածություն եւ պետական շահի շուրջ համախմբելու կարողություն։ Անվտանգությունը պետության գոյության հիմնարար պայմանն է։ Առանց դրա հնարավոր չէ ապահովել կայուն զարգացում, տնտեսական առաջընթաց, ժողովրդագրական աճ, սոցիալական պաշտպանվածություն եւ ժողովրդարական ինստիտուտների բնականon գործունեություն։ Ժողովրդավարությունն էլ իր հերթին ուժեղացնում է անվտանգությունը, որովհետև ապահովում է հաշվետվողականությունը, օրենքի գերակայությունը, հանրային վստահությունը եւ իշխանության նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունը։ Ժամանակակից աշխարհում անվտանգության բովանդակությունը ընդլայնվել է։ Ռազմական սպառնալիքներն ու պետական սահմանների պաշտպանությունը շարունակում են մնալ առանցքային, սակայն պետության կայունությունը կախված է նաև կառավարման որակից, ներքին կարգից, տեխնոլոգիական զարգացումից, կիբերանվտանգությունից, տեղեկատվական դիմակայունությունից, ռազմաարդյունաբերական ներուժից, կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանությունից, սոցիալական կայունությունից եւ հասարակության ընդհանուր պատասխանատվությունից։ Պատրաստվածությունից ներողություն։ Իմ ընկալմամբ անվտանգությունը եւ պետության եւ հասարակության կարողությունն է կանխելու եւ չզոկացնելու արտաքին ու ներքին սպառնալիքները, նվազեցնելու ու կառավարելու ռիսկերը եւ հավանական վնասները, պաշտպանելու ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, բնակչությունը եւ կենսական համակարգերը, պահպանելու պետական կառավարման ու հանրային ծառայությունների շարունակականությունը, իսկ ճգնաժամից հետո արագ վերականգնվելու եւ զարգացումը շարունակելու։ Այս սահմանումը միավորում է արտաքին եւ ներքին անվտանգության փոխկապակցված ուղղությունները։ Արտաքին անվտանգության շրջանակում են պաշտպանությունը եւ զինված ուժերը, սահմանների պաշտպանությունը, արտաքին հետախուզությունը, դիվանագիտությունը, ռազմաարդյունաբերությունը, միջազգային գործընկերությունները, ինչպես նաեւ տնտեսական եւ էներգետիկ կախվածությունների կառավարումը։ Ներքին անվտանգությունը ներառում է հանրային կարգն ու ոստիկանությունը, փրկարար ծառայությունը եւ քաղաքացիական պաշտպանությունը, միգրացիա եւ քաղաքացիական կառավարման կառավարումը, հանցագործության ապօրինի զենքի եւ տրամադրամիջոցների շրջանառության դեմ պայքարը, կիբերանվտանգությունը, տեղեկատվական դիմակայունությունը, կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանությունը եւ ճգնաժամային կառավարումը։ Անվտանգության համակարգի ամրությունը պայմանավորված է նաև կադրային քաղաքականությամբ, կրթական եւ մասնագիտական պահանջները, ծառայության համար անհրաժեշտ բարեվարկությունը, շարունակական վերապատրաստումը, սոցիալական պաշտպանվածությունը եւ արժանապատիվ ծառայության պայմանները պետք է դիտարկվեն որպես պետական անվտանգության բաղադրիչներ։ Հաստատուն համակարգ չի կարող ձևավորել այն դեպքում, երբ պետությունը պահանջում է բարձր պատասխանատվություն, բայց չի ապահովում համապատասխան կրթության, մասնագիտական զարգացման եւ սոցիալական երաշխիքներ։ Նման լայն սահմանումը պահանջում է յուրաքանչյուրի դերի պատասխանատվություն եւ փոխգործակցության հստակ շրջանակ։ Անվտանգային կառույցները պետք է գործեն իրենց օրենքով սահմանված լիարժությունների շրջանակում, իսկ ընդհանուր ռազմավարությունը պետք է ծառայի միասնական պետական նպատակներին։ Ժամանակակից պատերազմները ու անվտանգային ճգնաժամերը ցույց են տալիս, որ պետությունը պետք է ժամանակին գնահատի ռիսկերը, մշակի հնարավոր սցենարները եւ ձևավորի կանխարգելիչ քաղաքականություն։ Ուստի անվտանգության համակարգը պետք է դիտարկել որպես միասնական պետական կարողություն, որի արդյունավետությունը կախված է բոլոր օղակների համաձայնեցված աշխատանքից։ Հենց այս համոզմամբ եմ պատկերացնում պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ապագա աշխատանքը։ Հանձնաժողովը պետք է դառնա խորհրդարանական հարթակ, որտեղ համադրվում են պետական մարմինների փորձը, գիտակրթական հաստատությունների ու մասնագիտական հանրույթի գիտելիքը, տեխնոլոգիական եւ մասնավոր հատվածի ներուժը, կազմակերպված հասարակության առաջարկները ու հանրային կարևոր մտահոգությունները։ Իմ պատկերացմամբ հանձնաժողովի գործունեությունը պետք է կառուցվի 3 փոխկապակցված հենասյուների վրա՝ բարձրորակ օրենսդրական աշխատանք, արդյունավետ խորհրդարանական վերահսկողություն եւ մասնագիտական ու ինստիտուցիոնալ զարգացում։ Բարձրորակ օրենսդրական աշխատանքը պաշտպանության եւ անվտանգության ոլորտի օրենսդրությունը պետք է ապահովի ոլորտային կառույցներին
արձագանքելու ընթացիկ խնդիրներին եւ միաժամանակ կանխատեսելու նոր մարտահրավերները։ Մենք համատեղ պետք է ժամանակին արձանագրենք իրավական բացերը, ձևավորենք անհրաժեշտ գործիքներ եւ ապահովենք, որ անվտանգային համակարգը զարգանա ժամանակակից պահանջներին համապատասխան։ Օրենսդրական աշխատանքի որակը գնահատվում է ընդունված օրենքների ազդեցությամբ։ Յուրաքանչյուր փոփոխության հիմքում պետք է լինեն պարզ հարցադրումներ. ինչ խնդիր է լուծվում, ինչ արդյունք է ակնկալվում, ինչ մարմին է պատասխանատու իրականացման համար եւ ինչպես է գնահատվելու արդյունքը։ Այս մոտեցումը թույլ կտա խուսափել հատվածային լուծումներից եւ օրենքների հաճախակի փոփոխությունից, առանց դրանց համակարգային ազդեցությունը հասկանալու։ Հանձնաժողովի կարևոր գործառույթներից պետք է լինի նաև գործող իրավական դաշտի պարբերական գնահատումը։ Օրենքի ընդունմամբ աշխատանքը չի ավարտվում։ Պետք է հասկանալ, թե ինչպես է այն կիրառվում, արդյոք հասնում է նպատակին, նոր խնդիրներ առաջացնում է եւ արդյոք անհրաժեշտ են լրացուցիչ կարգավորումներ կամ կառավարման այլ միջոցներ։ Պաշտպանության եւ անվտանգության ոլորտում նույնիսկ փոքրիկ իրավական բացը կարող է ունենալ համակարգային հետևանք։ Արդյունավետ խորհրդարանական վերահսկողությունը ժողովրդավարական կառավարման հիմնական գործիքներից է։ Այն ենթադրում է պետական քաղաքականությունների ընթացքի ուսումնասիրություն, արդյունքների գնահատում, հաշվետվողականության ապահովում եւ անհրաժեշտ բարելավումների առաջադրում։ Հանձնաժողովը չի փոխարինում գործադիր կառավարումը եւ ուղղակի չի միջամտում կառավարմանը։ Նրա դերն է հարցերը բերել խորհրդարանական քննարկման, պահանջել հիմնավորված պատասխաններ, գնահատել օրենքների ու ծրագրերի իրականացումը եւ անհրաժեշտության դեպքում առաջարկել եւ հանդես գալ իրավական ու ինստիտուցիոնալ լուծումներով։ Պաշտպանության եւ անվտանգության ոլորտում վերահսկողությունը պետք է լինի համակարգված եւ նպատակային։ Այն պետք է գնահատի բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործումը, ծրագրերի կատարումը, ձեռք բերված կարողությունների համապատասխանությունը պետական նպատակներին, բարեփոխումների իրականացման ժամկետները եւ արդյունավետությունը։ Գաղտնիության պահանջը պետք է համադրվի խորհրդարանական հաշվետվության հետ, բաց եւ փակ ձևաչափերի ճիշտ կիրառմամբ։ Հանձնաժողովի հարաբերությունները կառավարության հետ պետք է կառուցվի համագործակցության եւ վերահսկողության հավասարակշռության վրա։ Մենք պետք է օրենսդրական եւ վերահսկողական գործիքներով նպաստենք համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգի ձևավորմանը։ Աջակցենք բարեփոխումներին եւ միաժամանակ գնահատենք դրանց իրականացման ընթացն ու արդյունքները։ Այս առումով խոստանում եմ, որ իմ ղեկավարած հանձնաժողովը հաշվետվողականության առումով առավել պահանջկոտ լինելու կառավարության մեր գործընկերների նկատմամբ։ Ժամանակակից անվտանգության քաղաքականությունը չի կարող հիմնվել միայն պետական կառույցների ներսում արկա գիտելիքի վրա։ Հայաստանի Հանրապետությունը ունի ռազմական, իրավական, գիտակրթական, տեխնոլոգիական, տնտեսական եւ կառավարման նշանակալի ներուժ։ Այդ ներուժը ներառում է անկախ փորձագետներին, մասնագիտական եւ հասարակական միավորումներին, հետազոտական կազմակերպություններին, ինստիտուտներին, մասնավոր հատվածին։ Իմ ղեկավարությամբ հանձնաժողովը կստեղծի նրանց գործնական ներգրավման մեխանիզմներ, մասնակիցների հավասար ներգրավվածություն, հանրային ու պետական շահի շուրջ համագործակցություն եւ պատասխանատվության հստակ սահմանումն է։ Փորձագիտական մասնակցությունը չի փոխարինում քաղաքական պատասխանատվությունը, սակայն քաղաքական որոշումների որակը մեծապես կախված է այն գիտելիքից, որի վրա դրանք հիմնվում են։ Մասնագիտական առաջարկները պետք է կարողանանք վերացել թեմատիկ ուսումնասիրությունների, օրենսդրական լուծումների, վերահսկողական հարցադրումների եւ պետական ծրագրերի գնահատման չափանիշների։ Հանձնաժողովի խնդիրներից է լինելու ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որտեղ մասնագիտական գիտելիքը լսելի է, իսկ օգտակար առաջարկն ունենում է գործնական շարունակականություն։